Ողջույն բոլորին։ Այսօր մենք պատրաստում ենք սիգա։ Սիգան պետք է ջեռոցը դնեմ, խորով եմ ջեռոցում։ Մաքրել եմ, դե ինչպես միշտ, լվանցել եմ։ Իսկ հիմա ճեղքեր եմ բացանում։ Երկու կողմից։ Բայց չեմ կտրում ձուկը։ Ձկան մեջ եւ վրան մի լավ կիտրոն եմ քամում։ Ճիշտ նկատեցիք, կիտրոնը սկզբից քամում եմ այս ճեղքերի մեջ էլ, նույն կերպ մյուս կողմը, գլխի մեջ էլ մի լավ հյութը կքամեմ կիտրոնին։ Համեմունքներից այստեղ ես ունեմ հատուկ ձկան համար համեմունք է, այդպես վաճառում են։ Կարմիր պղպեղը կծուն եմ դե բնականը վերցրել ես, աղ և սև պղպեղ, այս բոլորը իրար խառնում եմ։ Եվ մեր այս գեղեցկուհի իշխանը մի լավ համեմում եմ, աշխատում եմ այս ճեղքերն էլ, համեմունքը լծվի։ Իշխանին ներսնել եմ համեմում այս նույն համեմունքով։ Վերցնում եմ մեկ նարինջ և կեղև եմ առանձնացնում նարինջից։ Ես նարինջի հյութը չեմ լցնում ձկան վրա, որովհետև քաղցրահամ է տալիս, ինձ դուր չի գալիս։ Կեղևը այսպես բարակ կկտրատեմ, կվերցնեմ մի քանի հատ թարխուն և համեմ, տեղավորում եմ ձկան փորոտիքում, այսպես, և տեղավորում եմ նարինջի կեղևներն, ինչու շատ լավ բուրմունք է տալիս, թարմացնող, հաճելի, բացարձակ ձկան հոտը չեք զգում։ Կեղևից մի քանի ձողիկներ էլ կտեղավորենք այս ճեղքերի մեջ, բայց տեղավորում եմ այս դիրքով, կեղևի կողմը դեպի ներս։ Մի փոքրիկ բուսայուղ եմ ծորացնում, այսպես ասենք բուսայուղով մերսում ենք։ Ձուկը տեղավորեցի ջեռոցի թավայի մեջ, այստեղ ես ունեմ կարտոֆիլ, համեմել եմ նույն համեմունքներով և մի փոքր բուսայուղով։ Եվ հիմա սա պետք է ձկան կողքը տեղավորեմ։ Ահա սիրելիներս, խնդրեմ, ձուկը համեմել եմ, 3 տեսակի համեմունքով, կարմիր պղպեղ, սև պղպեղ և հատուկ ձկան համար նախատեսված համեմունք, այդպես էլ գրված է տուփի վրա, և աղ։ Համեմելուց հետո, նախ մինչև համեմելը լավ լիմոնով լողացրեցի, համեմեցի, ճեղքվածների մեջ և փորոտիկի մեջ նարինջի կեղև կտրատած դրեցի, ես կրկնում եմ, լիմոնը չեմ դնում, որովհետև լիմոնը դառնություն է տալիս, նարինջն էլ պտուղը քաղցրություն է տալիս, իսկ նարինջի կեղևը շատ հաճելի բուրմունք, արամատ է տալիս։ Մի խոսքով, տեղափոխում ենք ջեռոց։ Դե ինչ, մեր պալատական գեղեցկուհին պատրաստ է։ Այս տարբերակով էլ փորձեք։ Փորձեք, միգուցե ձեզ էլ դուր գա, ինձ դուր է գալիս։ Պատրաստեք և թող անուշ լինի։